Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, անկեղծորեն ես մեզ երանի եմ տալիս, որովհետև գտնվում ենք մաքրամաքուր օդով հագեցած բնության գրկում։ Այո, մենք գտնվում ենք Dream Park հանգստյան գոտում եւ վայելում ենք այստեղի մաքուր օդը, բնությունը եւ իհարկե համեղ եւ համադամ կերակուրները։ Այո, մենք մեկ բարև երկիր բաց ենք թողել, սա կարող ենք ասել բարև երկրի հավելվածն է արձակուրդ գնալուց առաջ, բայց չէինք կարող այստեղ չգալ, որպեսզի մեր վերջին բարի ողջույնները եւ բարի առավոտը հենց այստեղից մաղթեինք։ Չենք մոռանում նաեւ մեր մյուս գործընկերոջը, այո։ Եվ իհարկե տուն դեպո խանութ սրահը, որը մեզ ապահովել էր տաղավարում գեղեցիկ եւ գունագեղ կահույքով։ Չենք մոռանում, որ դեռ մենք սոցիալական բոլոր հարթակներում կանք, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև երկրի YouTube-յան, Telegram-յան ալիքներում, այնպես որ դիտեք մեզ նույնիսկ արձակուրդային շրջանում, եթե մեզ կկարոտեք։ Այո, ինչու՞ չէ գրեք նամակներ, քանի որ մենք այդ բոլոր նամակները կարդում եւ արձագանքում ենք։ Շարժվենք առաջ, այսօր հրաշալի օր է, ոչ միայն այն պատճառով, որ մենք գտնվում ենք Dream Park-ում, այլ որովհետև այսօր վարդավառ է, կարծում եմ չկա մի այնպիսի մարդ, որ չսիրի այս գեղեցիկ տոնը, ջրառատ, մաքրամաքուր։ Այո, այսօր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որը հայ եկեղեցու 5 տաղավար տոներից երրորդն է։ Համաձայն ավետարանի, երբ Քրիստոսը առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը աղոթելու, աղոթքի պահին պայծառակերպվում է, դեմքը փայլում է, ինչպես արեգակը եւ նրա զգեստները դառնում են սպիտակ, ինչպես լույսը։ Աշակերտների զարմացած աչքերի առջև Քրիստոսը Մովսեսի եւ Սուրբ Եղիա մարգարեի հետ խոսում է երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենան Երուսաղեմում։ Եվ մինչ նա խոսում է, լուսափայլ մի ամփ հովանի է դառնում նրանց եւ ամպից եկող ձայնն ազդարարում է. Դա է իմ սիրելի որդին, որին հավանեցի, նրան լսեցեք։ Այսպիսով պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո որդին է, նրան լսեցեք։ Սա էլ Աստծո պատգամն է առաքյալներին ու ողջ աշխարհին։ Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահ, իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավարի բոլոր տոներից հետո, մեռելոց է բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ եւ կատարվում հոգեհանգիստ։ Ժողովրդի մեջ առավել տարածված Վարդավառը հնագույն արմատներ ունեցող տոներից է, դրա մեջ հասցրել են արտացոլվել հայոց պատմության եւ ամառային տոնակատարությունների բոլոր դրվագներից Նոյի պատմությունը, Հայկ ու Բելի ավանդազրույցը, Անահիտ եւ Աստղիկ դիցուհիների կերպարները, հնագույն նավասարդյան տոնակատարությունները, քրիստոնեական մեկնաբանությունները եւ բուն ժողովրդական պատկերացումները։ Ավանդազրույցը պատմում է, թե երբ Նոյր նահապետը ջրհեղեղից փրկվելով հասնում է Մասիսի գագաթը եւ այնտեղից իջնում Նախիջևան, այդ օրվանից սկսվում է հայոց նավասարդ կոչվող ամիսը, եւ որպեսի ջրհեղեղի հիշատակը անմոռաց մնա մարդկանց մեջ, նա պատվիրում է որդիներին իրար վրա ջուր ցողել։ Քանի որ Վարդավառը նշել են նաև նախաքրիստոնեական ժամանակներում, այն կապել են նար, աստղիկ եւ անահիտ աստվածությունների հետ։ Միմյանց վրա ջուր ցողելով մարդիկ իբրև ազատվել են վախից, հիվանդություններից, դաշտերն ու այգիներն էլ առած ջուր ցողելով պաշտպանել են բերքը արևի կիզիչ ճառագայթներից, այդպիսով տոնին վերագրելով նաև պտղաբերության խորհուրդ։ Արդեն իսկ քրիստոնեության շրջանում Վարդավառի տոնակատարության մեջ ջրցանությունը առավել փոքր դեր է ունեցել։ Տոնի խորհուրդը նշվել է ուխտագնացություններով, մարդիկ ընտանիքներով բարձրացել են լեռնալանջերին կառուցված եկեղեցիները, հատկապես Մշոտ Սուրբ Կարապետ վանքը, լավ բերքի հույսով, իրենց հետ տարել հացահատիկի հասկեր, խնդրելով. Աստված պարզերես պահիր մեզ Վարդավառի տաքից եւ շոքից։ Սիրահար երիտասարդներն աղավնիներ են թռցրել, որ տան կտուրին թռչունը 3 անգամ կպտտվեր, այդ տան աղջկան էլ աշնանը հաշնության են տարել եւ ինչպես տարվա առաջին խաղողն ուտում էին խաղողորնեքի տոնին, այնպես էլ առաջին խնձորն ուտում էին Վարդավառին։ Գիտեիր, հետաքրքիր էր, չէ՞։ Այո, իսկ կուզենայիր բոլոր այս ծեսերը վերականգնվում են նաև մեր օրերում։ Ես գիտեմ, որ մասնակի կան մարդիկ եւ տարածքներ, որտեղ կան ծեսեր, ինչու՞ չէ, հետաքրքիր է, հարցը այն չէ կկատարվի թե ոչ, բայց հետաքրքիր մոտեցումներ են։ Նաև մեր մշակույթի մի մաս է կազմում, որտեղ կարծում եմ տարեցներ կան, գուցե եւ պահպանվում է։
Շարժվենք առաջ, մեղուներն էլ են մեզ հետ եթերում, բայց դա պիտի որ մեզ չխանգարի։ Վարդավառի տոնը Երևանում շատ հաճախ համընկնում է Ոսկե ծիրան փառատոնի մեկնարկի հետ։ Եվ այսօր երեկոյան արդեն փառատոնը կազդարարի սկիզբը կինոտոնի։ Հոլիվուդի ամենահեռանկարային պրոդյուսերներից մեկը Սև Օհանյանը, որը դեռ այս տարվա մարտին առաջադրված էր Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի մեղսավորները ֆիլմի համար, Ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է։ Այո, 2010 թվականից ի վեր Օհանյանն արտադրել կամ համարտադրել է մոտ 20 ֆիլմ, որոնց մեծ մասը կամ մեծ ֆինանսական հաջողություն է գրանցել, կամ արժանացել ամերիկյան ամենահեղինակավոր պարգևներին։ Դե իսկ 2025 թվականին Օհանյանի պրոդյուսերությամբ թողարկված Մեղսավորները Օսկարի պատմության մեջ երբևէ ամենաշատ պարգևների առաջադրված կինոնկարն է։ Ֆիլմի ռեժիսորը Ռայան Քուգլերն է։ Ոսկե ծիրան 23-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա նաև Սև Օհանյանի առաջին ռեժիսորական աշխատանքի «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը», որը 2008 թվականին էր նկարահանվել, կատակերգության գերեվանյան սպասելի պրեմիերան։ Այո, եւ միչև մենք մեր զովացուցիչ կոկտեյլը կվայելենք, դուք վայելեք երաժշտություն, գուցե տանը սառը սուրճ կամ որևիցե մի այսպիսի գեղեցիկ հյութ կվայելեք, հետո վերադառնալու ենք եւ արդեն ունենանք հետաքրքիր զրույց։
Վերադարձանք մեր ժամանակավոր տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, ասում եմ, այսպիսի նկարահանում պետք է ունենալ Վարդավառի օրով, որպեսզի բնական, կարելի ասել, խաղանք Վարդավառ, անձրևը սկսվեց, մենք դրանից բացարձակ չենք նեղվում, կարծում նաև դու։ Չէ, չեմ նեղվում, վայելում ենք նախ օդը մաքուր, հետո բնությունն է խաղում մեզ հետ հիմա Վարդավառ, եւ իհարկե ունենք շատ հետաքրքիր հյուր ու մեծ զրուցելու ենք եւ նա երևում է։ Ինձ թվում է հա, ձայնը որ լսվում է հաստատ։ Եվ մեր հյուրն է Գևորգյան կոնցերնի հիմնադիր տնօրեն, Dream Park-ի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը, բարև ձեզ։ Բարև լույս, պարոն Գևորգյան, ինչպե՞ս եք։ Քանի որ ես գտնում եմ ամենայն բնական վիճակում, ուրեմն ես հիասքանչ եմ, որտեղ գտնում ենք Dream Park-ում։ Ուզում էի հարցնել, այստեղ եք ձեզ ավելի շատ ինչպես ձեր տանը զգում, թե ձեր բնակարանում հետաքրքիր է։ Դե բնակարանը անփոխարինել է, բայց կարծում եմ այստեղ այլ է, որովհետև այստեղ էներգետիկան այլ է, մի քանի անգամ հյուրընկալվել եք, ինքներդ էլ կփաստեք, եւ մեր հյուրերն են փաստում, որ այստեղ էներգիան այլ տիեզերքից է գալիս եւ այստեղ թևածում է խաղաղությունն ու հանգստությունը։ Իսկ հաճախ եք լինում այստեղ։ Փորձում եմ գոնե հանգստյան օրերին անպայման ներկա լինել, որովհետեւ այստեղ ինչպես արդեն նշեցի, այդ էներգիան եմ ստանում, փորձում մի փոքր հանգստանալ, բայց ամենակարևորը նաեւ շաբաթվա ընթացքում կուտակվածը քննարկել, վերլուծել եւ պատրաստվել մյուս շաբաթին։ Վլադիմիր, կասեք, մենք նախորդ անգամ էլ նկատեցինք, այսօր էլ արդեն նկատեցինք, ոչ մի ազատ տնակ, հա, տարածք չկա, մարդիկ շատ են։ Սովորաբար, երբ արդեն պահանջարկը մեծանում է, կա ընդլայնելու ցանկություն կամ նման աշխատանքներ տարվում են այստեղ։ Այո, այս պահին աշխատանքներ տարվում են։ Ավելին ասեմ, մենք պետք է մայիս ամսին արդեն ունենայինք նոր գիշերակացի կացարաններ, դրանք ապակեպատ բուրգեր են, որոնք արդեն պատվիրված են, ուղղակի, այսպես ասած, ամերիկյան-իրանական հակամարտությունով պայմանավորված, ինչպես տարածաշրջանը փոթորկվեց, այնպես էլ նաև որոշակի մեր բիզնեսը, որովհետև մեր նավերը, որոնք բերում էին մեր բեռները, այս պահին դեռևս կանգնած են եւ չեն կարողանում անցնել Չարաբաստի Կորմուզի նեղուցը, որի արդյունքում մենք դեռևս չունենք այդ կացարանները, բայց հուսով եմ մյուս նկարահանումների ժամանակ աշնանը արդեն դրանք կլինեն եւ այո, դրանք նաեւ ընդլայնման են գնում եւ մենք ունենանք եւս մեկ նոր կոնցեպցիա ավելի թափանցիկ քոթեջներ, ավելի ռոմանտիկների համար ու դա կլինի դրանով անտառ։ Այո, դրանով մենք կամփոփենք, որովհետեւ իրականում երբ քննարկում ենք տեղերի արկայության կամ ոչ արկայության մասին, պետք է նշեմ, որ մենք ամբողջ տարվա համար ենք պլանավորում, քանզի ինչպես ես եմ ասում, տարին բացի ամանորից եւ մայիս ամսից, որ ամենա Ստեփանավան պահանջված ամիսն է, ունենք եւս 10 ամիս։ Իսկ այն բուրգերը եւ մեկ քոթեջ եւս որ ավելացնենք, կարծում եմ մենք կունենանք այն ամբողջական ծանրաբեռնվածությունը, որը ամբողջ տարվա ընթացքում մեզնից պահանջում է։ Դրանից ավելը պահպանման ծախսեր եւ մնացած նաեւ ծանրաբեռնության մասով կարծում եմ դեռևս իմաստ չունի։ Իսկ այս պահին էլ այո մենք նեղվում ենք, որովհետեւ կա պահանջարկ, բայց չեն կարողանում մարդկանց սենյակներ տրամադրել։ Կասեք, բացի նոր տնակների ավելացումից, ինչ նոր փոփոխություններ կան, որոնք մարդիկ գալով կտեսնեն այստեղ, թե մենյուի մեջ, թե ինչ-որ մոտեցման մեջ։ Մենք հունվարի 1-ից փոխել ենք մեր ճաշացանկը, մենյուն։ Մենք արդեն ունենք բավականաչափ ուտեստներ, որոնք բնորոշ են լոռին, այսինքն հենց լոռվա ուտեստներ են, որոնք այստեղ են պատրաստվել եւ մեր ազգաբնակչությունը տարիների ընթացքում սովորել է այդ ճաշատեսակներին եւ նաեւ ինչպես մեր ավակ ընկերը պարոն Մամուլյանը առանձնացրել է, մենք էլ օգտվել ենք պարոն Մամուլյանից եւ որոշակի ինքներս մեր խոհարը իր փոփոխություններ անելով, ողջույն խոհարար, այո, պատմել է բոլոր ուտեստների մասին։ Եվ այդպես ունենք այո լոռվա ուտեստներ, ունենք բավականաչափ ուտելի բույսեր, որոնք տարածաշրջանային բնորոշ են։ Բավական հարուստ մենյու ունենք ու շատերը փաստում են, որ տարածաշրջանային ռեստորանի համար բավականին հարուստ է, որովհետև հարուստ մենյու ունենալը դա նաև լիքը գլխացավանք է, այսինքն դուք պետք է ունենաք մեծ քանակությամբ մթերք, որ կարողանաք այդ միշտ թարմ ունենաք ու ինչպես ռեստորանում ընդունված է ասել, stop list չունենաք, այսինքն այնպես չլինի, որ հաճախորդը ինչ-որ բան ցանկանա եւ դուք ասեք, որ այս բանը ներողություն չունենք, ավարտվել է։
ինչ նոր բան կտեսնի մեր հյուրը, երբ որ ժամանի, ընդամենը 10-15 օրից մենք կշարագործենք մեր ժամանցի սրահը, իսկ ինչ է նշանակում ժամանցի սրահ կամ սպորտային սրահ, մենք ունենք նոր կառույց, որտեղ ունենք 4 սրահներ։ Առաջի սրահը դա լինելու է մանկական սրահ, այսինքն որտեղ մեր բալիկները կարող են իրենց ժամանակը անցկացնել դայակի ուղեկցությամբ, որը շատ պահանջված է, եւ այսինքն ծնողները կարող են ուղղակի իրենց հանգիստը վայելել, իսկ իրենց բալիկները դայակի հետ միասին խաղալ։ Ունենալու ենք մեկ սրահ, որը լինելու է մեծահասակների համար, այսինքն մաֆիայի համար նախատեսված անկյուն, թղթախաղի համար նախատեսված անկյուն, այսինքն որտեղ մեծահասակները կարող են իրենց ժամանակը անցկացնել։ Մյուս սրահը լինելու է մարզասրահ, որովհետև այժմ հանգիստը նաև առողջ շատ պոպուլյար է մարզվելը եւ դա մենք էլ ենք խրախուսում եւ ուզում ենք, որ մեզ մոտ ունենանք նաև մարզասրահ եւ մյուսը լինելու է ուղղակի թենիս, որովհետև շատերը նաև թենիսով են զբաղվում, այսինքն նաև մենք փորձում ենք այսպես մեր ազատ ժամանցի խնդիրը լուծենք։ Պարոն Գևորգյան, երբ նոր էիք հղանում հանգստյան գոտի կառուցելու, ստեղծելու միտքը, Անդրևն անընդհատ շեղում է, բայց միևնույն է շարունակելու ենք։ Այսպիսին էիք հենց երազում։ Ինքը Dream Park-ի անունը երազանք է, այս նման է ձեր երազանքը, ձեր երազը հենց այս հանգստյան գոտում։ Այո, կարծում եմ հենց այսպիսին է, որովհետև այդ հարցը մի քանի օր առաջ քննարկում ենք ընկերների հետ։ Այո, սա նաև իմ երազանքի այգին է եւ երևի թե այսպես էլ պատկերացնում էի, ուղղակի մի քանի փոփոխություններ կամ մի քանի ավելացումներ եւ կարծում եմ մյուս տարի արդեն ամբողջապես այն ինչ որ պլանավորած էր կունենանք։ Աստված հաջողի այս տարվա ավարտին մենք ունենանք, բայց եթե ոչ, ապա մյուս տարի ես վստահ եմ, որ ամբողջապես այն ինչ որ պլանավորված էր եւ ես ցանկանում էի, դա մենք կունենանք։ Քանի որ Անդրևը պայքարում է մեր դեմ, թերևս վերջին գուցե հարցը տամ կամ չգիտեմ Ձիանան հարց կունենա։ Ես վստահ եմ, վերջի հարցից հետո ուղղակի Անդրևը կտրվելու է։ Սովորաբար այդպես է, չէ՞։ Իսկ ասեք, տարվա այս սեզոնին ինչ բնորոշ ուտեստներ կա, որի համար գալիս են եւ հասնում Dream Park, զանգում են, պատվիրում են եւ գալիս են։ Ամենասիրված ուտեստները այս սեզոնի համար։ Մենք այս տարի եւս մեկ նոր, ոչ թե այս տարի, հունվարին արդեն ունենք, բայց մայիս ամսին մտահղացում եկավ իմ մեր շեֆ-խոհարարի եւ մեր F&B ղեկավարի կողմից ունենալ մեկ ուտեստ, որը նաեւ Dream Park-ի հետ կամ տարածաշրջանի հետ կապցածվի, մենք ունեցանք այդ ուտեստը, որի անունն է փոշոտում։ Որովհետեւ գիտենք, այստեղ մայիս ամսին երևն է փոշոտման սեզոնն է, շրջանն է, այո, եւ դա փոշոտումն է, որը նաեւ պատրաստված է որոշակի առումով այս տարածաշրջանին բնորոշ մսային եւ այսպես ասած թթվային հիմքով, թթվասերի հիմքով մսի պատրաստմանը, բայց մեր մտահղացումով եւ իհարկե որի վրա ցանված է մեր այստեղի ծառերի փոշին եւ անունը փոշոտում է, դա է պահանջված, մեզ մոտ պահանջված է փապկատերևը, որը նաև այլ անվանում ունի բնորոշ մեր տարածաշրջանում եւ իմ լավ ընկեր Աղասը Մանուկյան շատ դեպքերում դրա մասին ասում է, ուղղակի մենք այս պահին կլինենք ավելի եթերային եւ կասենք փապկատերև, նաև ունենք ինչու՞ չէ ծառասունկը թթվասերով, ունենք մեր լցոնած քաբաբները, դե բնականաբար մսային շատ մեծ տեսականի, ունենք դեպետի բեղլու, ունենք կարմրախայտ եւ ուղղակի ասեմ 139 անուն ուտեստ։ Եվ իսկապես մի հարց էլ վերջում տամ, այս պահին պարոն Գևորգյան, որ երկրից են ավելի շատ ձեզ մոտ հանգստացողները։ Հենց Հայաստանից, Տեքսից։ Նկատել ենք, բացի Հայաստանից իհարկե։ Հայաստանը հասկանալ, բայց ուրախալի փաստ, որ մեզ մոտ արդեն ավելանում են նաև զբոսաշրջիկներ այլ երկրից։ Մենք ընդամենը 2 օրից ընդունում ենք Արաբական Միացյալ Էմիրություններից եւ եւս 2 երկրներից խումբ, ովքեր այստեղ 5 օր զբաղվելու են յոգայով եւ ռետրիտով։ Այսինքն յոգայի ուսուցիչը ուկրաինուհի է, ով ապրում է Միացյալ Էմիրություններում, եւ նրա մյուս գործընկերը Բուլղարիայից է, խմբի մեծ մասը Էմիրություններից են, որոշները այլ երկրներից, այսինքն մենք ինտերնացիոնալ խումբ ենք ունենալու, ովքեր մեր բնության մեջ
զբաղվելու են յոգայով եւ ռետրիտներով։ Իսկ կարող են ձեզ մոտ հյուրընկալված մարդիկ մասնակիցը դառնալ կամ չգիտեմ որևէ ձևաչափ լինելու է։ Կարծում եմ կունենանք այդպիսի ձևաչափ, որովհետեւ մենք մեր պայմանավորությունները երկարաժամկետ հիմքի վրա ենք ձեռք բերել եւ կարծում դա կլինի։ Պետք է նշեմ, որ յոգայի այսպես ասած պարապմունքները մեզ մոտ տարածած են, որովհետեւ ընդհանրապես անցած շաբաթ ուղղակի հայկական խումբ էր, աղջիկներ էին 14 հոգի, ովքեր եկել են եւ 2-3 օր այստեղ զբաղվեցին յոգայով, որովհետեւ ինչպես արդեն նշեցի բնությունը եւ տարածքը ամբողջապես տրամադրում են։ Վլադիմիր, իսկ հետաքրքիր, քանի որ ունեք արդեն 2 սրահ, որտեղ կարելի է փոքր հանդիսություններ կազմակերպել, այս ընթացքում նշանադրություններ, ծնունդներ կազմակերպվում են այստեղ։ Այո, մենք ունենք 2 սրահ, մեկը նախատեսված մինչև 60 հոգու համար, մյուսը նախատեսված մինչև 120 հոգու համար։ Եվ ունեցել ենք ոչ միայն ծնունդ-կնունկ, այլ նաև ունեցել ենք նշանադրություն, ունեցել ենք հարսանիք, դրանք հոգնակի թվով իհարկե, եւ այժմ էլ մենք պատրաստվում ենք ծնունդի արարողության, այնպես որ մենք բավականին այդ առումով ակտիվ ենք, որովհետեւ եւ մեր սպասարկումը եւ մեր ճաշատեսակները հնարավորություն են տալիս, որ մեր զբոսաշրջիկները մեզանից գնան գո եւ ամենակարևորը վերադառնալու ակնկալիքով։ Ես ներողություն եմ խնդրում անհամեստ գտնվելու համար, բայց ես անհամեստություն չանեմ, ուղղակի ասեմ համեցեք եւ ինքներդ համոզվեք իմ խոսքերի ճշմարտության մեջ։ Քանի որ մենք հյուր ենք, մենք կարող ենք փաստել, որովհետեւ այստեղ բնությունը ինքն իրենով հիասքանչ է, այստեղի պատրաստակամությունը մարդկանց հյուրեր ընդունել եւս եւ մնում է մարդկանց իսկապես գալ, վայելել եւ զգալ այն, ինչ որ մենք հիմա զգում ենք։ Եվ պարոն Գևորգյան, առաջիկայում կան նախագծեր, որևէ պլաններ, որոնք դուք ձեր, ինչպես ասում են, միջավայրում եւ ձեզ հարազատ հաղորդման շրջանակում կուզենաք կիսվել։ Իրականում պլանների մասին ես փորձում չբարձրաձայնել։ Ունեցել ենք արդեն մեկ, եթե խոսենք Գևորգյան կոնցերնի մասին, ունեցել ենք այդպիսի մեկ նախագիծ, որի սկիզբը դրվել է ապրիլ ամսին, մենք ստեղծել ենք Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների համար համակարգ, որի միջոցով առաջի B2B համակարգը, որը դեռ 17 թվականից էինք սկսել նախաձեռնել, ուղղակի ինչ-ինչ անընդհատ փոփոխություններ արդյունքում վերջնարդյունք ունեցանք այն, որ նոր ապրիլ ամսին մենք դա գործարկեցինք, որը մեծ հնարավորություն է մեր զբոսաշրջային ընկերությունների համար իրենց ամրագրումները կատարել աշխարհի ցանկացած կետում ավելի մատչելի եւ ավելի հարմարավետ։ Այսինքն համակարգում է ամբողջ սպասարկման ոլորտը հյուրանոցները եւ տրանսֆեր այս պայմանությամբ, այսինքն բոլոր այն զբոսաշրջիկները, ովքեր ցանկանում մեկնել արտասահման եւ իրենք մոտենում են իրենց զբոսաշրջային գործակալեն, զբոսաշրջային գործակալները մեր միջոցով անում են ամրագրումներ։ Այսինքն սա միայն միտված է բիզնեսի համար։ Իսկ ինձ հետաքրքիր դրսից ձեզ կարող են դիմել այստեղ գտնելու համար։ Այո, եւ հակառակը մենք դա էլ մեր մյուս համակարգն է Հայաստանի հյուրանոցների համար, որովհետեւ մենք ունենք 1900-ից ավել հյուրանոցային տնտեսության օբյեկտներ Հայաստանում, բայց միջազգային B2B համակարգերում ընդհանրեն ընդգրկված են 100-ից 150։ Եվ այս վերջերս, երբ որ հյուրանոցային բիզնեսի խնդիրների մասն է ես խոսում, դրա մասին նաև ասացի, որ մենք լուրջ խնդիր ունենք Հայաստանի հյուրանոցները ներկայացնել արտասահման։ Եվ մենք փորձում ենք այդ բեռը վերցնել մեզ վրա, որովհետև այդ դեպքում All Hotels համակարգն է, այսինքն All Hotels-ը դա միայն ներգրաված են Հայաստանի հյուրանոցները, All Tours-ը ներգրաված է աշխարհի հյուրանոցները, այսինքն այս պարագայում մենք աշխարհին տալիս ենք Հայաստանի հյուրանոցները API կապի միջոցով եւ մեր դրսի գործընկերներից մենք վերցնում ենք աշխարհի հյուրանոցները։ Այսպեսի կոլաբորացիա է, որը հիմա շատ ակտուալ է եւ պահանջված, այո։ Իհարկե այս ամենը միայն եւ միայն ողջունելի է, բայց մենք առաջարկենք նաեւ որպեսզի հերոստադիտողը հետևի նախ ձեր էջին, որպեսզի հետագա զարգացումները ծանոթանա եւ Dream Park-ի էջին, որպեսզի գալու դեպքում կարողանաք անել ամրագրումներ եւ գաք այստեղ վայելելու։ Այո, Անդրեյը կտրվեց, ինչպես եւ Վլադիմիր Գևորգյանը խոստացել էր։ Գևորգյան կոնցերնի հիմնադիր տնօրեն, Dream Park-ի հիմնադիր Վլադիմիր Գևորգյան, շնորհակալություն եւ զրույցի եւ մեծ հյուրընկալելու համար։ Շնորհակալություն։ Շարունակենք, այո, եթերը եւ շնորհավոր Վարդավառ, ավելի լավ խաղալ պարզապես հնարավոր չէր, այո։
հանդիպում եմ ամեն առավոտ, երբ դուրս եմ գալիս տանից ամեն օր, քո գեղեցկության մասին չկա խոսք, որ բառերն արդեն էլ չեն հերիքում, ես գիտեմ հիմա քեզ շատ դժվար է, լուր հերվից նայել թե ուր ենք հասել, որտեղից ենք եկել ու ինչ ենք դարձել, տեսնես ինչից ենք ես կանչարացել, վայ լելե ջան լելե, մասիսս հալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսս հալելե, հալելե, վայ լելե ջան լելե, Masisele salele, halele, vay, lele can lele can. Masisele salele, halele. Քեզ մեզնից գողացան ու տարան, որ կորցնենք մենք հավատ ու աստված, որ հերվից քեզ նայենք ու զղջան, բայց երբեք մեզ հետ դասել չեղան, գիտեմ հայ լինելը շատ դժվար է, հայ մնալն ավելի շատ դժվար է, դե լավ ես գնամ նորից քեզ նայել, քո գեղեցկության մասին եմ գրել, վայ լելե ջան լելե, մասիսս հալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսս հալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսս հալելե, հալելե, վայ լելե ջան լելե ջան, մասիսս հալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսս հալելե, հալելե, վայ լելե ջան լելե ջան, մասիսս հալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսս հալելե. Ահա եւ վերջ սիրելի հեռուստադիտողներ, ամփոփվեց ոչ միայն մեր այսօրվա թողարկումը, այլ նաեւ մեր եթերաշրջանը։ Միշտ ուզում եմ բոլոր եթերաշրջանների վերջից առաջ, բայց իհարկե դա թույլ չի տալիս, որպեսզի մոռանանք եւ շնորհակալություն չհայտնենք նախ մեր բոլոր հեռուստադիտողներին, ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ձեր զանգերի, նամակների եւ այն դիտումների համար, որ շռայլում էիք մեզ։ Այո, շատ հաճելի 6 ամիս եղավ, քանի որ մենք ամեն շաբաթ սրտատրոփ սպասում էինք մեր եթերներին, առանձնացնում տեղեկության այն հոսքերը, որոնք ձեզ կհետաքրքրեն, այն հյուրերին, ովքեր ձեզ համար եւս կլինեն հետաքրքիր, եւ խոսում բոլոր մշակութային, սպորտային, կրթական եւ տարբեր այլ միջոցառումների եւ թեմաների շուրջ։ Եվ իհարկե մենք միշտ զգում ենք ձեր ներկայությունը, ձեր արձագանքը եւ դրա համար եւս մեկ անգամ իհարկե շնորհակալ ենք։ Եվ իհարկե Զիանա, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմին, Եվ քեզ սիրելի Արմինե, այո, մեր այն բոլոր աշխատակիցներին, որոնք կադրից դուրս են եղել, բայց աջակցել են մեզ եւ որպեսզի նախ մեր հաղորդումը կայանա, հետո մենք մեզ լավ զգանք, մեր առավոտները լավ սկսի, որովհետեւ եթե մեր առավոտները լավ էր սկսվում, հետեւապես նաեւ ձերը։ Սիրելի հեռուստադիտողներ, չգիտեմ, գուցե մի օր կրկին հանդիպենք, գուցե չհանդիպենք, բայց իսկապես մեզ համար մեծ հաճույք եւ պատիվ էր աշխատել հենց ձեզ համար, հենց մեր տաղավարից, այս պահին իհարկե մեր տաղավարում չենք, բայց մեր տաղավարից իսկապես ձեզ շաբաթ եւ կիրակի բարի առավոտ մաղթելը մեծագույն պատիվ էր մեզ համար։ Ձեզ շնորհակալ ենք, ինչպես մենք սիրում էինք ասել, ձեր շաբաթ կիրակի օրվա սուրճը եւ թեյը մեզ հետ կիսելու համար, շնորհակալ ենք ձեզ, մաղթում ենք լավ ամառ, լավ հանգիստ եւ հանդիպման խոստումով եւ սպասումով։ Կհանդիպենք, գուցե հարցականով։